Հայաստանի քաղաքացիական հասարակության այդ ժամանակահատվածը ես երկու մասի կբաժանեի՝ մինչև 2013 թվական եւ 2013 թվականից հետո։ Այդ ժամանակ շատ ֆունդամենտալ բան է կատարվել։ Ուրեմն մինչև 2013 թվականը կային տարբեր հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների ոլորտում եւ այլն, որոնց մեծ մասը անկեղծորեն շատ լավ աշխատում էր եւ հեղինակություն էին ձեռք բերել, շատերը մասնագետներ դառան, եւ ազդեցություն ունեին հանրության վրա։ 2013 թվականից հետո ֆունդամենտալ փոփոխություն է տեղի ունեցել։ Ուրեմն դա սկսվել է ուկրաինական process-ներով։ Այսինքն հիշում եք 4 երկիր, այդ թվում նաև Հայաստանը պետք է ընտրություն կատարել Եվրոպական միության ասոցիացիա, թե ԵԱՏՄ, որը նոր էր ստեղծվում, թե որ Մաքսային միություն, առաջինը մենք Մաքսային միությունը Եվ նույնիսկ այդ 13 թվականին ես Կիևում էի եւ այդ ապագա Մայդանի հերոսների հետ շատերին նաև տեսել եմ, այդ այսինքն այդ process-ը արդեն գնում էր։ Եվ ամեն ինչ եկել է աշխարհաքաղաքական պայքարին։ Ուրեմն 2013 թվականից հետո սկսվեց ընտրություն, այսինքն այն գրանտերը, որոնք տալիս են քաղաքացիական հասարակությանը, օրակարգը սկսվեց փոխվել, այսինքն քաղաքականացման process գնաց, աշխարհաքաղաքականացման process գնաց։ Այն մարդիկ, որոնք անկեղծորեն մարդու իրավունքներով եւ այլն, նրանց առաջ սկսեցին դռները փակվել գրանտերի եւ այլն։ 13-14 թվականից քաղաքացիական հասարակությունը, այսպես կոչված Հայաստանում, մաղման գործընթաց գնաց, ովքեր որ պատրաստ են ծառայել աշխարհաքաղաքական խնդիրներին, նրանք մնացին, ովքեր պատրաստ չէին, դուրս եկան։ Եվ 2018 թվականին մենք տեսանք, որ այնտեղ նստած է ինչ է Մերձի Շերժին եւ այդ քաղաքական թևն է։ Մերժի Սերժինի ժողովուրդը դա քաղաքասարակության հատվածն էր, որը մնաց քաղաքասարակության մեջ եւ ֆինանսավորվեց, իսկ այն հատվածը, որը պատրաստ չէր այդ դերը կատարել, որոնք ասենք երկրի շահերով են ավելի շատ մտահոգված, որոնք իրոք անկեղծորեն մարդը դա սկսեց դուրս մնալ։ Իրենք արդեն չէին ֆինանսավորում եւ պետությունը չուներ քաղաքականություն, որ ինքը ֆինանսավորի կայացնի քաղաքացիական հասարակություն։ Այսինքն այդ ամեն ինչը նորից եմ 13-14 թվականին տեղ ունեցավ։ Եվ հիմա ովքեր որ կան, մենք տեսնում ենք այդ մարդիկ ովքեր են։ Այսինքն ժամանակին կային, չէ, տարբեր տեսակի հայեր, չերքեզահայեր, խփչակահայեր, չէ, Ղրիմում, հետո Ուկրաինայում։ Հիմա բենդերահայեր են աճացրել։ Այն մարդիկ, որոնց ամբողջ խնդիրը բայց դրանց նացիոնալիստ ասել էլ չի լինում։ Չէ, նացիոնալիստ չեն, այդ մարդիկ պայմանական բենդերահայեր են, որոնց խնդիրը աշխարհաքաղաքական պայքարի մեջ մտնելն էր, հասկանում ես, իրենք այդ շահերն են սպասարկում եւ իմ համար ես մինչեւ հիմա հիշում եմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին առավոտյան, երբ որ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, հայտնի դեմքերից մեկը անգլերեն տառերով գրեց Պուտին Ղարաբաղի կապուտ։ Այսինքն այդ կարծեմ Խառատյան, հա։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Ազգանով մեկներ այդ Արցախը թող կործանվի, բայց Պուտինը տեսակ կրվեց եւ հետագայում ասում են, չէ, որ Ռուսաստանը Արցախում կրվեց։ Մինչև հիմա էլ ասում են։ Հիմա տեսեք, խնդիրը այդ ձևի մարդիկ են աճեցվել, որոնք ոնց որ սովետական միության սկզբնական փուլում բոլշևիկ հայեր կային, չէ, որ ասում են Հայաստան թող տարածքներ կործանվի, բայց պրոլետարական հեղափոխություն աշխարհում։ Ինչ ազգ, ինչ շահ։ Սա այսօրվա այսպես կոչված քաղաքացիական հասարակությունն է։ Եվ նաև ես ուզում եմ ասեմ, հիմա նոր process է սկսվել եւ իրոք իսկական քաղաքացիական հասարակության սերմերը արդեն սկսվել են եւ դա կապված է նաեւ այս քաղբանտարկյալների ձերբակալությամբ, այսինքն տեսնում ենք հասարակության մի շերտը, որը միավորվում են առանց որևէ գումարի, իրենց պարտքը համարելով միավորվել եւ սա այն սերմն է լինելու, չգիտեմ հետո ինչ կլինի, բայց սերմերը արդեն կան իսկական քաղաքացիական հասարակության եւ այն մյուս սերտը, որը Հայաստանի շահերին չի սպասարկում, բենդերահայերը, հա, պայմանական, ես կարծում եմ նրանք կլքեն ասպարեզը։